Շվեյցարական Դավոս քաղաքում, որտեղ երեկվանից ընթանում է համաշխարհային տնտեսական ֆորումը, այսօր ակնկալվում է Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների նախագահների հատուկ բանագնացների եւ Դոնալդ Թրամփի փեսայի հանդիպումը։ Axios-ը հայտնում է, որ Կիրիլ Դմիտրիևը, Սթիվ Ուիտքոֆն ու Ջարեդ Քուշները կքննարկեն Ուկրաինայում խաղաղություն հաստատելու ամերիկյան ծրագիրը։ Դմիտրիևն արդեն ժամանել է Դավոս։ Կրեմլի խոսնակն ասել է, որ նա կարող է խաղաղության գործընթացի վերաբերյալ Մոսկվայից տեղեկություն փոխանցել ամերիկացի բանագնացներին։ Մինչ այդ Ուիտքոֆն ու Քուշները անցած շաբաթավերջին ԱՄՆ-ում էին հանդիպել ուկրաինական պատվիրակության հետ։ Անցած շաբաթ Դոնալդ Թրամփն ասել էր, որ Դավոսում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ, մեջբերում եմ, եթե նա այնտեղ լինի։ Սակայն ուկրաինացի պաշտոնյան Ռոյտերզին ասել է, որ Վլադիմիր Զելենսկին դեռ որոշում չի կայացրել Դավոս մեկնելու վերաբերյալ, քանզի ԱՄՆ-ն դեռ հստակ չի ասել, թե արդյոք կկայանա նախագահ Թրամփի հետ բովանդակալից հանդիպում։ Պաշտոնյան նաև ասել է, որ Ուկրաինան պատրաստ է ստորագրել անվտանգության երաշխիքների կամ Ուկրաինայի տնտեսական զարգացման վերաբերյալ փաստաթղթերը, եթե ամերիկյան կողմը պատրաստ լինի։ Պոլիտիկոյի տվյալներով վաղը Դավոսում սպասվում է նաև Թրամփի հետ Ուկրաինային աջակցել կամեցող երկրների առաջնորդների հանդիպումը, որոնք ԱՄՆ նախագահին կխնդրեն հաստատել պատերազմից հետո Ուկրաինային տրամադրվելիք անվտանգության երաշխիքները, որոնք մշակվել են Փարիզում։ Ու մինչ Դավոսում կհանդիպեն ռուս եւ ամերիկացի բանագնացները, Ռուսաստանի արտգործնախարարը հայտնել է, որ դեռ չեն ստացել ԱՄՆ-ի եւ Եվրոպայի միջև Ուկրաինայի հարցով վերջերս տեղի ունեցած բանակցություններն անփոփոխ փաստաթղթերը։ 2025 թվականն անփոփոխ ասուլիսին Սերգեյ Լավրովը կրկնել է, որ Ռուսաստանը հավատարիմ է խնդրի դիվանագիտական կարգավորմանը եւ կրկին մեղադրել է Եվրոպային, որը նրա խոսքով ամեն ինչ արել է կարգավորմանը խոչընդոտելու համար։ Точно так же они себя ведут и по отношению к тем. Նրանք ճիշտ նույն կերպ են վարվում Դոնալդ Թրամփի վարչակազմի առաջ քաշած նախաձեռնությունների հետ կապված, ամեն կերպ փորձելով համոզել ամերիկյան վարչակազմին չբանակցել Ռուսաստանի հետ։ Договариваться с Российской Федерацией. Այս ֆոնին ռուսական զինուժը շարունակել է հարվածներն Ուկրաինային թիրախավորելով հիմնականում էներգետիկ օբյեկտներ։ Կիևում առանց էլեկտրաէներգիայի է մնացել մոտ 335,000 մարդ, ավելի քան 5600 բազմահարկ շենք մնացել է առանց ջեռուցման։ Կիևում շատերը մետրոյի կայարաններում են գիշերել։ Տուժել են նաև Խարկովը, Օդեսան, Դնեպրը։ Զելենսկին հայտնել է, որ Ռուսաստանն ավելի քան 300 անօդաչու եւ զգալի թվով հրթիռներ է կիրառել։ Նա հայտնել է, որ մեկ օր առաջ էին ստացել հակաօդային պաշտպանության միջոցներ, որոնք օգնել են ամրապնդել պաշտպանությունը, սակայն նրա խոսքով լրացուցիչ մատակարարումների անհապաղ կարիք կա։ Երեկոյան ուղերձում էլ նա զգուշացրել էր, որ ռուսական զորքը պատրաստվում է զանգվածային նոր հարձակման։ Զելենսկին նաև հայտնել էր, որ հակաօդային պաշտպանության կիրառման նոր մեթոդներ կկիրառեն։ Ռազմաօդային ուժերի կողմից հակաօդային պաշտպանության կիրառման հարցում կլինի նոր մոտեցում, մասնավորապես շարժական կրակային խմբերի, անօդաչուների եւ կարճ հեռահարության այլ միջոցների վերաբերյալ։ Այս համակարգը կվերափոխվի։ Ուկրաինայի արտգործնախարարն իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանի վերջին մեջբերում են բարբարոսական հարվածները սթափության կոչ են Դավոսում հավաքվող համաշխարհային առաջնորդների համար, որոնց Անդրեյ Սիբիգան կոչ է արել ավելացնել Ուկրաինային տրամադրվող աջակցությունը հակաօդային պաշտպանության ոլորտում։ Ռուսական կողմն իր հերթին հայտնել է, որ ուկրաինական անօդաչուները խոցել մի շարք շրջաններում, սակայն տուժածների կամ ավերածությունների մասին չեն հաղորդում։